Ես շարունակում եմ ավելի մանրամասն պատմել այն մասին, թե ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ին, եւ եթե դուք ուշադիր կարդաք ամեն ինչ, ապա փաստերի հիման վրա կկարողանաք հասկանալ, թե որքան շատ ձայներ են գողացվել Նիկոլ Փաշինյանից։ Եվ իրականում նա պետք է հավաքեր առնվազն 900-930 հազար ձայն։ Գրեթե 100,000 մարդ դարձել է Ղարաբաղյան կեղծ էլիտայի ագիտացիայի զոհ, եւ սա խնդրի միայն մի մասն է։ Միանգամից նշեմ, որ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում Ռուսաստանն օգտագործել է հայկական պետության 4 քաղցկեղային ուռուցքները՝ Ղարաբաղյան կլանը, հանցագործ օլիգարխներին, Ռուսաստանից հայ ստրուկներին եւ քրեական աշխարհը։ Երեկ ես մանրամասն պատմեցի, թե ինչպես են ձայներ գողացել Ղարաբաղի կեղծ էլիտայի ներկայացուցիչները։ Այսօր անհրաժեշտ է պատմել, թե ինչպես է հայկական քրեական աշխարհը գողացել 38-45 հազար ձայն, եւ սրանք դատարկ խոսքեր չեն, այլ իրական փաստեր։ Սկզբում եկեք արձանագրենք, որ հայկական քրեական աշխարհն ունի մի քանի թև։ Մի թևը գտնվում է Հայաստանում, երկրորդ թևը Ռուսաստանում եւ Ուկրաինայում, իսկ երրորդ թևը Սփյուռքում, ներառյալ ԱՄՆ-ում։ Հեղափոխությունից հետո անցած 8 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը եւ կառավարությունը չեն վարել տոտալ պայքար այդ աշխարհի դեմ։ Եվ այստեղ կարևոր է հենց տոտալ բառը, քանի որ իրավապահ համակարգի բոլոր գործողությունները հանգում էին նրան, որ քրեական աշխարհի հետ խնդիրները լուծվեն դրանց առաջացման չափով։ Այսինքն ուժային կառույցները եւ կառավարությունը արձագանքում էին այն չափով, որքանով այդ հեղինակությունները անցնում էին կարմիր գծերը, ինչը դարձավ 2026 թվականի հունիսի 7-ին ապտրախախտումների պատճառ։ Իդեպ, մեր քաղաքացիները եւ մեր ընթերցողները նույնպես թերագնահատում են այս քրեական ենթամշակույթի վտանգը։ Ահա օրինակ բոլորը մտածում են, որ Գյումրիում քրեականության աղբյուրը Վարդան Ղուկասյանն է, ինչը նույնիսկ շատ ծիծաղելի է։ Նույն Գյումրիի հարցերը չեն լուծվում մեկ մարդու ձերբակալությամբ, եւ դրա մասին ես դեռ առանձին կգրեմ։ Հունիսի 7-ին մոտ 40,000 մարդ ստիպված է եղել քրեական աշխարհի սպառնալիքների, ճնշումների եւ շանտաժի ներքո իր ձայնը տալ Տաշիր Սամոյին։ Դուք ուշադրություն դարձրել եք, որ քրեական աշխարհն իր ձայները տալիս էր Տաշիրին։ Իսկ ինչու՞։ Որովհետև նրանց Ռուսաստանից շատ փող էին բերել։ Փողերը ագրեսիվ կերպով բաշխվում էին 8 մարզերում՝ Գյումրի, Երևան, Մասիսամայինք, Գավառ, Վարդենիս, Վանաձոր եւ մի փոքր էլ Արտաշատում ու Արարատում։ Առնվազն 40,000 մարդու հենց քրեական աշխարհն է ստիպել քվեարկել Տաշիր Սամոյի օգտին։ Այդ թվի մեջ մտնում են նաեւ նրանք, ովքեր նստած են բանտերում։ Հիմա պատկերացրեք, թե ինչպես եւ ինչ քանակով են գողացվել ձայները Փաշինյանից։ Մի մոռացեք, որ քրեական աշխարհը արդեն 26 տարի սերտորեն համագործակցում է հոգևորականների հետ։ Եզրակացություններ արեք դուք եւ մտածեք, թե որքան վտանգավոր են այս երևույթները պետության համար։ Քրեական աշխարհը վաղուց անցել է իր կարմիր գծերը եւ խառնվում է պետական գործերի։